Սրտանոթային հիվանդություններ, քաղցկեղ, դիաբետ ու տրավմաներ։ Մեր երկրում ամենաշատը առողջության հետ կապված հենց այս խնդիրներն են հանդիպում։ Հետևաբար դրանց հետ կապված ծախսերն էլ կփակի ապահովագրությունը։ Նախարար Ավանեսյանն է Facebook-ում իր բառերն են անմիջական ուղիղ ձևաչափով սկսել պատմել, թե ինչ փաթեթ է գերատեսչությունն առաջարկում չարք-չրկված այս ծրագրի համար։ Ապահովագրությունները ընդհանրապես ամեն ինչ չեն փակում եւ ամեն դեպքերը չեն ներառում։ Եվ մենք էլ փորձել ենք ունենալ կոնկրետ փաթեթ, որտեղ ներառված են ծառայությունների ցանկերը։ Եվ ամեն քաղաքացի հստակ կարող է տեսնել, ի վերջո, ինչի համար է վճարում եւ ինչ ծառայություններ է ստանում։ Ապահովագրությունը հստակ նկարագրություն ունի, ինչն էլ այս փաթեթի առանձնահատկությունն է։ Դրանով կտարբերվի պետական պատվերից ըստ նախարարի։ Պետական պատվերը այսօր հատվածական լուծումներ է բերում մեր համակարգում։ Ապահովագրական փաթեթը ունի ճիշտ նկարագրություն, ինչպես կանխարգելել, վաղ հայտնաբերել, բուժել եւ վերականգնել։ Սա շատ կարևոր ընթացք է, որը մենք պետք է ապահովենք եւ սրա արդյունքում է, որ ունենալու ենք ավելի լավ արդյունքներ առողջապահության համակարգում։ Պետպատվերի հետ համեմատ ոչ մի տարբերություն էլ չկա, առողջապահության փորձագետի դիտարկումն է, ասում է ներկայացված փաթեթը ավելի շուտ խառնաշփոթ է հիշեցնում։ Պատվերը անունը փոխում են, դնում ենք առողջապահական ապահովագրություն առանց բարեփոխումների, առանց ճանաչելու, գնահատելու առողջապահական ռեսուրսները, տարողունակությունն ու թողունակությունը առողջապահական հիմնարկներին։ Ապահովագրությունը վերջացել է, մասնագետը նշում է, սահմանափակ բյուջեի հիմնավորմամբ այս հայտնի թեզը քաղաքացիները միևնույն է էլի լսելու են։ Պետք է նախագիծը շատ մանրամասն, շատ պրոֆեսիոնալների միջոցով լրամշակվի, նոր ընդունվի, որովհետև այն ինչով որ այսօր դրված է, դա մեղմ ասած ավելի կբարդացնի առողջապահական վիճակը։ Համընդհանուր ապահովագրության այս փաթեթը, հիշեցնեմ, դեռ 2023 թվականից պետք է մեկնարկած լիներ։ Փուլային տարբերակով մինչև 2027-ը մեր երկրի բնակչությունը գրեթե ամբողջությամբ պետք է ունենար այն։ Սակայն տարբեր պատճառաբանություններով դրա ներդրումը մինչև օրս ձգձգվում է։ Ֆիննախի հիշատակած վերջին պատճառը փող չունենալու մասին էր։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։